Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեկնարկում է մեզ մոտ եւ այսօր միասին հետևելու ենք Փոքր լիգայի քառորդ եզրափակչի մեկ խաղ, որտեղ միմյանց հետ մրցում են Չելսին եւ Մանչեսթեր Յունայթեդը։ Այս դիմակայության առաջին հանդիպումը նշեմ, որ ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի է, ու այսօր հետաքրքիր հանդիպում է տեղի ունենալու, տեսնենք ի վերջո թիմերից որ մեկը կկարողանա անցնել կիսաեզրափակիչ փուլ, այնտեղ մրցելու են Արցախի հետ եւ տեսնում ենք խաղը մեկնարկեց, ես էլ անցնեմ թիմերի հիմնական հայտարարություններին։ Յունայթեդի դարպասը պաշտպանում է համար 80 Արսեն Բաբախանյան, համար 2 Վիլի Քարեյան, համար 5 Հրաչ Ղազարյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան, համար 8 Հենրի Սիմոնյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 12 Հուսիկ Բարսեղյան եւ համար 16 Արսեն Արսենյան։ Չելսիի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Պողոսյանը, համար 5 Կարո Գրիգորյան, համար 7 Գրիշա Գրիգորյան, համար 8 Արմեն Ասատրյան, համար 9 Գեորգի Իսրայելյան, համար 10 Ժիրայր Պապիկյան, համար 11 Արսեն Ասատրյան, համար 17 Էրիկ Հարությունյան, համար 23 Ալեքսանդր Նալբանդյան, համար 77 Տիգրան Չուխաջյան եւ համար 99 Հայկ Բարսեղյան։ Տեսնում ենք հիմա առաջին գրոհն էր փորձում կատարել այս խաղում Մանչեսթեր Յունայթեդը, բայց խլեցին արագ Չելսիի ֆուտբոլիստները, գնդակը նորից անցել են գրոհի Յունայթեդի ֆուտբոլիստները, տեսնենք Փոխում է եզրը Բաբախանյանը, բայց խլեց գնդակը դաշտի կենտրոնում Չելսին։ Նշեմ, որ հետաքրքիր հանդիպում ընթացավ առաջին խաղում մեզ մոտ։ Շատ դրվագներում չկարողացան գոլ եղանակ դառնալ թիմերը, գոլեր չգրանցվեցին, բայց տեսնենք երկրորդ հանդիպումը ինչպես կավարտվի եւ ով կանցնի հաջորդ փուլ։ Հիմա առաջին հարվածը տեսանք այս խաղի Չելսիի ֆուտբոլիստը հարված կատարեց, Ժիրայր Պապիկյանն էր աջ եզրում, հեռվից հարված տեսանք, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Չելսիի ֆուտբոլիստի հարվածը։ Առաջին հարվածը տեսանք այս խաղում, Չելսին կատարեց, տեսնենք Յունայթեդը ինչով կպատասխանի, բայց նորից խլեցին գնդակը Չելսիի տղաները։ Ասատրյանն է կենտրոնում խաղարկեց թիմակցի հետ գնդակը եւ հիմա տեսնում ենք մանր խաղարկումներով Չելսին փորձում է կիսադաշտն անցնել եւ սխալվում է փոխանցում կատարելի Սերիկ Հարությունյանը եւ Յունայթեդին է լինելու գնդակը։
Զուգահեռաբար նշեմ, որ ընթանում է Ռեալ Մադրիդ մայց հանդիպումը, այնտեղ էլ ոչ ոք է գրանցվել առաջին խաղում, գոլառատ պայքար է ընթացել, 3-3 հաշիվ է գրանցվել, տեսնենք այնտեղ ինչպես կավարտվի այդ խաղի հաշիվը հիմա վտանգավոր էր և առաջին հարվածը տեսանք Յունայթեդի կատարման, Բաբախանյանը հարվածեց ձախ ոտքով և նրա հարվածն էլ շեղ ընթացավ, արդեն տեսնում ենք մեկական հարված կատարեցին թիմերը, բայց երկուսն էլ շեղ են ընթացել, ակտիվ են մեկնարկել թիմերը, փորձում են արագ գոլ հեղինակ դառնալ այս խաղում, բայց այս պահի դրությամբ զրոներն են լուսատախտակին, հիմա Չելսին է գրովում, բայց այստեղ Վիլիկ Հարյանը լավ գործեց պաշտպանությունում, մի փոքր խոսեմ փոքր լիգայից, նշեմ, որ հայ զույգի հաղթողը հալու է Արցախ Երևան զույգի հաղթողի հետ, այնտեղ առաջին խաղում գոլառատ խոշոր հաշիվ է գրանցվել, որտեղ Արցախը հաղթեց Երևանին և մեծ հավանականությամբ նրանք են անցնելու հաջորդ փուլ և սպասելու են այս զույգի հաղթողին, իսկ Ռեալ Մադրիդ մայց զույգի հաղթողը կմրցի Պալերմոյի հետ, որովհետև Պալերմոն էլ առաջին խաղում հաղթեց 7-1 հաշվով Միլանին, իսկ երկրորդ հանդիպումը չհասկացրեցին Միլանի ֆուտբոլիստները, հիմա վտանգավոր է և կարծես թե 11 մետրանոց է նշանակել խաղի մրցավարը Մանչեսթեր Յունայթեդի դարպասին և լավ հնարավորություն են հիմա ստացել Չելսիի տղաները հաշիվը բացելու հանդիպման, տեսնենք Սուլի չկա, Ասատրյան արված և հանդիպման հաշիվը բացված է 1-0, Արսեն Ասատրյանն է գոլ հեղինակ դառնում։ Սիրելի ֆուտբոլասերներ, ներողություն եմ խնդրում, մի փոքր տեխնիկական խնդիրներ եղավ մեզ մոտ, տեսնում ենք, որ ֆանտաստիկ գոլ հեղինակ դարձավ դաշտի կենտրոնից Արսեն Բաբախանյանը, շատ արագ Յունայթեդը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը և հիմա նորից հավասարություն է այս դիմակայությունում և հիմա տեսնում ենք նորից Յունայթեդն է անց է գրոյի Բաբախանյանն է հիմա փոխանցում, բայց վերցրեց գնդակը Չելսի դարպասապահը և անցավ արագ գրոյի, բայց այստեղ փոխանցումը չստացվեց Նալբանդյանի շատ արագ Ասատրյանի գոլից հետո Բաբախանյանը հիանալի գոլ հեղինակ դարձավ և հավասարեցրեց հանդիպման հաշիվը ինչև այդ դրվագը արդեն անցյալում է, հիմա տեսնենք
Թիմերը միմյանցից կառաջարկեն շատ ակտիվ են։ Մեկնարկել հանդիպումը արված եւ վտանգավոր էր հիմա կարող էր գեղեցիկ գոլ եղինակ դառնալ Ալեքսանդր Նալբանդյանը հերար հարվածով փորձեց գնդակը խոցել Արսեն Արսենյանի դարպասը, բայց տեսնում ենք, որ անկյունային է վաստակել Չելսին, այս խաղի առաջին անկյունայինն է լինելու Փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր, բայց Արսենյանը վերցնում է գնդակը արագ նետում Եվ հիմա կարող է վտանգավոր լինել հարված եւ բարձր է հիմա էլ հարվածում Ռոբերտ Աղաջանյանը լավ Փոխանցում հիմա տեսանք դարպասապայից United-ի դեպի թիմակիցը, բայց չկարողացավ այս գրոհը եզրափակել Ռոբերտ Աղաջանյանը բարձր հարվածեց Մայլ անցել է Չելսին, գրոհի Ասատրյանը, բայց բարձր է հիմա էլ հարվածում Այստեղ Տեսնում ենք հիմա շատ ակտիվ են գործում, թիմերը խելայ հանդիպում է ընթանում 10 րոպե անցել խաղի մեկնարկից, բայց տեսնում ենք արդեն երկու խփված գոլ կա այս խաղում, հիմա United-ն է անցել գրոհի Եվ Ասատյանն է պաշտպանությունում հիմա լավ գործում, հիմա էլ առաջին անկյունայինը United-ի կողմից կլինի այս խաղում Բաբախանյանն է ուղարկելու գնդակը Տուգանային հրապարակ Փոխանցում, տեսնենք, փոխանցում եւ հեռացնում են Ալբանդյանը գնդակը Եվ տեսնենք հիմա Հարյանը ի վերջո լավ գործեց չթողեց Չելսի խաղացողը խլի գնդակը եւ անցնի հակագրոհի Ալբանդյան երկար փոխանցում Ասատյանին լավ նկատեց Զախեզրում հիմա Ասատյանը Փորձեց շրջանցել United-ի խաղացողին, բայց վերջին պահին ձեռքին դիպավ գնդակը Ասատյանի Նորից արագ խլեց գնդակը Չելսին Ասատյան կենտրոնում է փոխանցում, բայց որսած գնդակը ի վերջո այստեղ Արսենյանը Հիանալի շրջանցեց այստեղ Բաբախանյանը Չելսի խաղացողին տեսնենք Փոխանցում, բայց փակում են հիմա փոխանցման ճանապարհը Բաբախանյանի եւ նորից անցնում է գրոհի Չելսին Ասատրյան Այստեղ էլ Պապիկյանը կորցրեց գնդակը եւ գնդակը անցնում է United-ին Նշեմ, որ զուգահեռաբար ընթացող հանդիպման ժամանակ երկու գնդակ է խփվել եւ այնտեղ էլ 1-1 հաշիվ է այս պահին դիմակայությունում հավասար տեսնենք այնտեղ էլ հետաքրքիր հանդիպում է ընթանում ի վերջո ով կանցնի հաջորդ փուլ, բայց հիմա անցնենք այս խաղին Խաղարկեցին այստեղ գնդակը Չելսի ֆուտբոլիստները պաշտպանը կարողացավ հեռացնել գնդակը կարող էր անցնել գրոհի United-ը, բայց չստացվեց նորից մնում է նրանց մոտ գնդակը Բաբախանյան կենտրոնում է Բաբախանյանը խլեցին նրանից գնդակը Ասատյան փոխանցել է պետք փոխանցում Պապիկյանին Պապիկյան տեսնենք այստեղ ինչ կանի հիմա Չելսի
Ֆուտբոլիստը մի փոքր խճճվեց գնդակով եւ խլեցին նրանից գնդակը։ Տեսնում ենք, որ փոփոխություններ տեղի ունեցան Չելսիի կազմում։ Տեսնենք ինչ կտան Չելսին այդ փոփոխությունները, բայց հիմա United-ն է գնդակով փորձում է հերթական գրողներից մեկը կազմակերպել, լավ փոխանցում, տեսնենք հարված է պետք կատարել հարված եւ փրկում է իր թիմին։ Էրիկ Պողոսյանը Սուրեն Սմբատյանը հարված կատարեց, տեսանք, բայց փրկեց իր թիմին վերահաս գոլից Էրիկ Պողոսյանը հրաշալի սեյվի եղինակ դարձավ Չելսիի դարպասապահը։ Հերթական գրողներից մեկն է փորձում սկսել Չելսին։ Աչեզնում գնդակով Նալբանդյանն է երկար փոխանցում թիմակցին, բայց եկավ եւ հեռացեց գնդակը Արսենյանը։ Եվ հեռացեց մինչև մյուս թիմի դարպասապահ, նորից Չելսին է գնդակով։ Հրաշալի փոխանցում Պապիկյանին, բայց նորից չստացվեց Չելսիի գրողներից մեկը։ Տեղել հրաշալի հիմա պաշտպանվեց Կարո Գրիգորյանը։ Կաճան վարոտից կարան հելնեմ նորխամ։ Չդրած է։ Խլեցին գնդակը Չելսի ֆուտբոլիստները United-ից անցնում են Արագ գրոյի աչեզում շարժվում է առաջ Նալբանդյանը, բայց փոխանցեց դեպի Իսրայելյանը, Իսրայելյան փոխանցեց Նալբանդյանին եւ հարված բարձր է հարվածում հիմա տեսնում ենք Հայկ Բարսեղյանը Հրաշալի անցում հիմա Բաբախանյանից պահում են իրենց մոտ գնդակը հարված, բայց հարվածի ճանապարհին կանգնեց, հիմա տեսնում ենք Արսեն Բաբախանյանը հարված կատարեց, Արշակ Սարգսյանը չստացվեց, տեսնում ենք Manchester United-ին արդյունքի հասնել Այս բային նշեմ, որ հավասար է հաշիվը 1-1, բայց հիանալի հանդիպում է ընթանում խաղադաշտում, հիմա Չելսին է անցել գրոյի Պապիկյան, թողնում է Իսրայելյանին, Իսրայելյան հարված կլինի, թե ոչ, փոխանցեց մյուս եզր Նալբանդյանին, Նալբանդյան հրաշալի անցում, տեսնենք, բայց այստեղ փակեց հիմա պաշտպանը և չթողեց, որ հարված կատարի Ալեքսանդր Նալբանդյանը հիմա նետվում է հակագրոյի United-ով, բայց Հիմա տեսանք ֆանտաստիկ կերպով խլեց գնդակը Տիգրան Չուխաջյանը United-ի խաղացողից և հիմա Չելսին է անցնում գրոյի Պապիկյան խաղարկում է թիմակիցները Չուխաջյանն է հիմա տեղակայվել ձախ եզրում հրաշալի գործեց վերջին դրվագում հիմա էլ հրաշալի փոխանցում դեպի Իսրայելյանը և անկյունային է ի վերջո վաստակում այս դրվագում Չելսին Տեսնենք այս ստանդարտը ի վերջո ինչ կտա Չելսին
Պապիկյան փոխանցում եւ հարված չկա, հեռացված է գնդակը։ Այստեղ էլ United-ի հակագրոհը չստացվեց եւ նորից անցավ գնդակը Chelsea-ին։ Մի փոքր տեսնում ենք Chelsea ֆուտբոլիստները այս րոպեների ընթացքում առավելություն ունեն տարածքային, շատ են լինում գնդակով, բայց այս պահին հավասար է խաղի հաշիվը, հիմա էլ Հարեյանն է պաշտպանությունում լավ գործում։ Բաբախանյան երկար փոխանցում, բայց հարված ի վերջո եղավ դեպի Պողոսյանի դարպասը, բայց Պողոսյանը հանգիստ վերցնում է գնդակը եւ սկսում իր թիմի գրոհը։ Պապիկյան արված, հիմա էլ Արսենյանն է փրկում իր թիմին, հեռացված է գնդակը։ Եվ գնդակը ասավ մինչև Պողոսյանը երկար փոխանցում է կատարում։ Հասցեատեր չունեցավ այս փոխանցումը, բայց նորից անցնում է Chelsea-ին գնդակը։ Նորից տեսնում ենք Վինիկ Հարեյանն է հրաշալի գործում իրենց կիսադաշտում։ Պապիկյան խլեցին նորից գնդակը Պապիկյանից, վերջին րոպեների անհաջող է գործում Chelsea-ի ֆուտբոլիստը։ Նորից արագ վերադարձեց գնդակը Chelsea-ին, Նալբանդյան կենտրոնում է հիմա էլ հայտնվել Ալեքսանդր Նալբանդյանը եւ հարված, բայց բարձր է։ Հարվածը Ալեքսանդր Նալբանդյանին։ Առաջին խաղակեսի ավարտին նշեմ 2 րոպե է մնացել այս պահին խաղի հաշիվը 1-1 է, հիմնակայության հաշիվը 1-1 է։ Տեսնենք հիմա United-ն էր փորձում գրոհել, բայց Կարո Գրիգորյանն է հիմա էլ հեռացնում գնդակը եւ անկյունային է լինելու Chelsea-ի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ եւ այս փոխանցումը չստացվեց United-ի ֆուտբոլիստի։ Հրաշալի խաղարկումներ տեսանք Chelsea-ի ֆուտբոլիստների կողմից, Պապիկյանն անցումը չստացվեց Ժիրայր Պապիկյանի եւ նորից անկյունային է վաստակում Chelsea-ն։ Խաղարկում են գնդակը, Իսրայելյանին է թողնում գնդակը Պապիկյանը։ Երկար փոխանցում Տուգանային հրապարակ, Ասատրյան թողնում է Գրիգորյանին եւ հարված չկա։ Հեռացնում է պաշտպանը գնդակը, շարունակում է մնալ Chelsea-ի մոտ, երկար փոխանցում, հիմա էլ նորից տեսանք մյուս ֆուտբոլիստը United-ի հեռացնում գնդակը։ Այս պահին տեսնում ենք շատ հաջող են գործում պաշտպանությունում United-ի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում Տուգանային հրապարակ, մայլ Վիլիկ Հարեյանը հեռացրեց գնդակը, նորից անկյունային է լինելու United-ի դարպասին, վերջին գրոհներից մեկն է լինելու այս խաղակեսի, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Chelsea-ի տղաները, Նալբանդյանն է իրացնելու, փոխանցում հետ դեպի Բարսեղյանը, արժվում է առաջ Բարսեղյանը, փոխանցում կատարեց Իսրայելյանին եւ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային հարված է վաստակել Chelsea-ն,
Այստեղ տեսնում ենք կոպիտ գործեց Ռոբերտ Աղաջանյանը Գեորգի Իսրայելյանի նկատմամբ։ Նալբանդյանն է տեսնում ենք գնդակի մոտ սուլի չկա եւ Նալբանդյան հարված Արսենյանն է փրկում իր թիմին բրուստերով հեռացնում է գնդակը բայց եկավ հիմա խլեց նորից գնդակը Նալբանդյանը աչ եզրում եւ խախտեց կանոնները տեսնում ենք United-ի ֆուտբոլիստի հետ պայքարում եւ հիմա վիճելու համար տեղին քարտ է վաստակում Ալեքսանդր Նալբանդյանը Եվ վերսիելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է հավասար հաշիվ է մեզ մոտ 1-1 է հաշիվը տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կավարտվի ի վերջո հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք տեսնում ենք որ երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո հավասար է հաշիվը 1-1 է հետաքրքիր պայքար է ընթանում խաղադաշտում հիանալի հնարավորություններ ունեցան երկու թիմերն էլ առաջին խաղակեսում բայց տեսնում ենք այս պահին մեկական գոլի հեղինակ են դարձել թիմերը դիմակայության հաշիվը 1-1 է տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն միմյանց թիմերը եւ ի վերջո ով այս դիմակայությունում կհաղթի եւ կանցնի կիսա եզրափակիչ ինչեւ հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները United-ի դարպասը պաշտպանում է համար 16 Արսեն Արսենյանը, համար 2 Վիլի Քարեյան, համար 5 Հրաչ Ղազարյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան, համար 8 Հենրի Սիմոնյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 12 Հուսիկ Բարսեղյան, համար 13 Սուրեն Սմբատյան եւ համար 80 Արսեն Բաբախանյան Նշեմ, որ նա իր թիմից գոլ հեղինակ դարձավ, ֆանտաստիկ գոլ հեղինակ դարձավ Արսեն Բաբախանյանը դաշտի կենտրոնից Չելսի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Պողոսյանը, համար 5 Կարո Գրիգորյան, համար 7 Գրիշա Գրիգորյան, համար 8 Արմեն Ասատյան, համար 9 Գեորգի Իսրայելյան, համար 10 Ժիրայր Պապիկյան, համար 11 Արսեն Ասատյան, համար 17 Էրիկ Հարությունյան, համար 23 Ալեքսանդր Նալբանդյան եւ համար 77 Տիգրան Չուխաջյան եւ համար 99 Հայկ Բարսեղյան Նշեմ, որ Չելսի կազմում էլ գոլ հեղինակ դարձավ Արսեն Ասատյանը 11 մետրանոց վաստակեց եւ հաջող իրացրեց Արսեն Ասատյանը Մեկ անգամ խաղի մրցավարը առաջին խաղակեսում դեղին քարտ զգուշացրեց Չելսի ֆուտբոլիստին, դեղին քարտ ստացավ Ալեքսանդր Նալբանդյանը Հավասար պայքար ընթացավ առաջին խաղակեսում Հիմա էլ անցնեմ արդեն երկրորդ խաղակեսում տեղի ունեցող դրվագներին տեսնենք ինչպես կանցնի երկրորդ խաղակեսը Չելսին է տեսնում ենք անցել գրոյի երկար փոխանցում, բայց չստացվեց այս փոխանցումը Գրիշա Գրիգորյանի վերցնում է գնդակը Արսեն Արսենյանը փորձում է սկսել իր թիմի գրողներից մեկը Բայց գնդակը Սուրեն Սմբատյանը փոխանցեց կենտրոն թիմակցին
Այլ այստեղ հանցումը չստացեց United-ի ֆուտբոլիստի, հիմա գրոհում է Chelsea-ն եւ չստացվեց հիմա հարված կատարել Արսեն Ասատրյանին, վերցրեց գնդակը այստեղ Արսենյանը եւ նորից արագ նետեց դեպի մյուս Իսադաշտ եւ առաջին անկյունայինը հիմա կտեսնենք այս խաղակեսում United-ն է վաստակել Տուգանային հրապարակ վերցրեց հեշտությամբ գնդակը Պողոսյանը եւ արագ սկսեց իր թիմի գրոհը եւ հիմա էլ Վիլի Քարյանն է հրաշալի գալիս խլում գնդակը աջ եզրում շարունակում է մնալ գնդակը United-ի մոտ հարված եւ հիմա կարող էր գեղեցիկ գոլ հեղինակ դառնալ կարծես թե Արշակ Սարգսյանը բայց մի փոքր շեղությամբ ընթացավ նրա հարվածը Նշեմ, որ զուգահեռաբար ընթանում է Mainz Real Madrid հանդիպումը այնտեղ 4-2 հաշվով այս պայն հաղթում է Mainz-ը եւ ընդհանուր դիմակայության արդյունքում 2 գոլի առավելություն ունի այս պահին եւ այս հաշվով ավարտվելու դեպքում այնտեղ կիսաեզրափակիչ փուլ կանցնի Mainz-ը եւ կհանդիպի Palermo-ին, բայց շատ ժամանակ կա այս պահին խաղի ավարտին տեսնենք ինչպես կավարտվեն երկու հանդիպումներն էլ հիմա տեսնում ենք նորից United-ը անցել գրոհի Սուրեն Սմբատյան փոխանցում Գրիգորյանն է լավ պաշտպանվում հիմա իրենց կիսադաշտում նորից խլեցին գնդակը United-ի ֆուտբոլիստները Թեժ պայքարը հիմա ընթանում խաղադաշտում Չուխաջյանը խլեց գնդակը Տանգավոր կարող է լինել հարված եւ ինչպիսի դիրքից հիմա վրիպեց Սուրեն Սմբատյանը ուղղակի բարձր է հարվածում այստեղ Սուրեն Սմբատյանը լավ հնարավորություն էր ստացել United-ը հաշվի մեջ առաջ անցնելու բայց այս հնարավորությունից չկարողացավ օգտվել Manchester United-ը հիմա կարող են պատժվել United-ի ֆուտբոլիստները գրոհում է Chelsea-ն Ասատրյան տեսնենք պայի գնդակը պայեց գնդակը ի վերջո ձախ եզրում է հիմա Ասատրյանը նրա այդ պայքարում տեսնում ենք հիմա պրեսինգ է ենթարկել այստեղ Ասատրյանին Արշակ Սարգսյանը փոխանցում եւ անկյունային է ի վերջո այս իրավիճակում կորզում Արմեն Ասատրյանը Փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարված մի փոքր շեղությամբ ընթացավ Արսեն Ասատրյանի հարվածը լավ հարված կատարեց վերջինս բայց չկարողացան արդյունքի հասնել այս դրվագում Chelsea ֆուտբոլիստները Հիմա էլ տեսնում ենք Կարո Գրիգորյանն է հեռացնում գնդակը եւ անկյունային է հիմա էլ լինելու Chelsea դարպասին Տեսնենք այս ստանդարտը փոխանցում Տուգանային հրապարակ նորից Գրիգորյանն է հեռացնում գնդակը Մնալու է գնդակը United-ինը Տեսնում ենք, որ չկարողացան այս խաղակեսում թիմերը մեկնարկում հենց գոլ հեղինակ դառնալ, բայց ակտիվ
հանդիպում է ընթանում նորից։ Տեսնում ենք, որ փոփոխություններն է կատարվում Չելսիի կազմում, խադաշ մտան Պապիկյանը եւ Նալբանդյանը, տեսնենք առջևում ինչ փոփոխություններ կլինեն երկու ֆուտբոլիստների խադաշ մտնելուց հետո հիմա գրովում է Չելսին եւ Պապիկյանի փոխանցումից հետո հեռացրեց գնդակը Manchester United-ի ֆուտբոլիստը եւ անկյունային է լինելու Պապիկյան փոխանցում Տուգանային հրապարակ չստացվեց Նալբանդյանին հարված կատարել Այլ հերվից հարված տեսանք United-ի խաղացողի կողմից, բայց բարձր ընթացավ Տեսնում ենք այս խաղակեսում շատ չեն հարվածները, վտանգավոր պահեր դեռ չկան, բայց ակտիվ են գործում թիմերը Նալբանդյանը խաղարկեց Պապիկյանի հետ գնդակը, փոխանցում և խլեցին գնդակը United-ի ֆուտբոլիստները Ստացվեց հակագրոել United-ին, նորից անցավ գնդակը Չելսին, մինչև Պողոսյանն երկար փոխանցում կատարեց Հիմա վտանգավոր կարող է լինել, բայց բարձր հարվածեց այստեղ Ռոբերտ Աղաջանյանը Նորից տեսանք հարված United-ի կողմից, բայց նորից դարպասին չգնաց այդ հարվածը Հերթական գրողներից մեկն է սկսում Չելսին, երկար փոխանցում Գրիգորյանի կողմից դեպի Նալբանդյանը, շարժվում է առաջ Նալբանդյանը, խաղարկեց Պապիկյանի հետ, տեսնենք հարված կլինի, թե ոչ Պապիկյան, հարված և գոլ! Առաջ է անցնում Չելսին, այս խաղում 2-1 և գոլ հեղինակ է դառնում Ժիրայր Պապիկյանը։ Ժիրայր Պապիկյան 2-1 հրաշալի գոլ եղինակ դարձավ Չելսիի ֆուտբոլիստը հրաշալի գրոհ անցկացրեց Չելսին և արդեն դիմակայությունում առջևում է մեկ գոլ է առավելություն է ստացել այս պահին Չելսին տեսնենք հիմա պետք է United-ը անցնի գրոհի և արագ հավասարեցնի հանդիպման հաշիվը Այս պահին նրանք պարտվում են այս դիմակայությունում և կարող են լքել պայքարը բայց դեռ շատ ժամանակ կա հավասարեցնելու հանդիպման հաշիվը Տեսնենք հիմա United-ինն է գնդակը
Տեսնենք հիմա նրանք ինչպես այս գոլից հետո կընթանան առաջ։ Հիմա գերազանց սահանկումով հեռացնում է գնդակը Տիգրան Չուխաջյանը։ Վտանգավոր կարող է լինել երկար փոխանցում, հարված և փրկում է իր թիմին հիմա պաշտպանը Չելսիի, տեսնենք հիմա 11 մետրանոց են պահանջում Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ այս իրավիճակում։ Խաղի մրցավարը տեսնենք ինչ կորոշի։ Կարծես թե անկյունային հարված է նշանակել, բայց ի վերջո գալիս է դիտելու խաղի դրվագը։ Տեսնենք խաղի մրցավարը կայացրել է որոշումը և 11 մետրանոց է լինելու Չելսիի դարպասին ձեռքով ձեռքին դիպավ գնդակը Գրիշա Գրիգորյանի և կարմիր քարտ է հիմա ստանում Չելսիի ֆուտբոլիստը և մեկ հոգի պակաս է լինելու Չելսին այս ընթացքում լավ հնարավորություն է հիմա ստացել թե քանակական թե հավասարեցնելու հանդիպման հաշիվը Յունայթեդը տեսնենք ի վերջո այս 11 մետրանոցը ինչպես կիրացնի Արշակ Սարգսյանը։ Հիմա սուլի չկա, տեսնենք հարված և գոլ, ի վերջո Բաբախանյանն է գոլի հեղինակ դառնում 2-2։ Արսեն Բաբախանյան 2-2 խելայք հանդիպում է ընթանում սիրելի ֆուտբոլասերներ դուբլի հեղինակ դարձավ այս խաղում Արսեն Բաբախանյանը և կարմիր քարտ ստացավ Գրիշա Գրիգորյանը և իր թիմին թողեց մեկ հոգի պակաս շատ բարդ իրավիճակում է հիմա մի փոքր հայտնվել Չելսին Այս տեսնենք ինչպես կընթանա վերջին 7 րոպեները մեզ մոտ լարված վերջաբանը լինելու փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր և անկյունային է վաստակում այստեղ Յունայթեդը Փորձելու են հիմա օգտվել այս քանակական առավելությունից Յունայթեդի տղաները և արագ հաշվի մեջ առաջ անցնել տեսնենք հիմա փոխանցում Տուգանային հրապարակ հարված, բայց բարձր ընթացավ Ռոբերտ Աղաջանյանի հարվածը Նշեմ, որ մի փոքր կրճատել է զուգահեռաբար ընթացող հանդիպմանում Ռեալ Մադրիդը այնտեղ 4-3 է հաշիվը, բայց նրանք այս պահին պարտվում են, հիմա էլ տեսնում ենք դաշտի կենտրոնում խոտացածքին է հայտնվել Յունայթեդի ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել Բայց ամեն ինչ կարգին է
Հրաչ Ղազարյանի մոտ նա էր խոտացածքին և Տուգանային է հիմա վաստակել United-ը Աղաջանյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի United-ը Սուլի չկա, Աղաջանյան Փոխանցում հեռացված է գնդակը, բայց նորից Աղաջանյանի մոտ եկավ գնդակը, փոխում է եզրը, Սարգսյան Նրա փոխանցումը չստացվեց, այստեղ է հիմա լավ գործեց Չելսի կիսադաշտում Ռոբերտ ներողություն Արշակ Սարգսյանը Այլ դաշտի կենտրոնում խայկանները խախտել է United-ի ֆուտբոլիստը Երկար փոխանցում է լինելու Տուգանային հրապարակ, փոխանցում հեռացված է գնդակը, նորից լավ գործեց պաշտպանությունում Վիլի Քարյանը և հայտնվում է խոտացածքին Manchester United-ի ֆուտբոլիստը, կարծես թե վնասվածք է ստացել Բայց ամեն ինչ կարգին է նրա մոտ, հիմա արագ խաղարկեց այս եզրային նետումը Չելսին Ասակյանը խաղարկեց դարպասապահետ Պողոսյան Երկար փոխանցում Ձախ եզր, Պապիկյանն է ձախ եզրում Հրաշալի խաղարկում Չելսիի կողմից վտանգավոր էր, բայց գնդակին է հիմա խաղացել Սեմյոն Պետրոսյանը և անկյունային է լինելու United-ի դարպասին Արագ խաղարկեցին Չելսիի ֆուտբոլիստները, փոխանցում նորից Պետրոսյանն է հեռացնում գնդակը Բայց այստեղ էլ հրաշալի գործեցին Չելսիի երկու ֆուտբոլիստները պաշտպանությունում Անցել է գրոյ United-ը, Աղաջանյան, հարված, բայց թույլ էր նրա հարվածը, վերցնում է գնդակը Պողոսյանը և արագ խաղարկում, Նալբանդյան տեսնենք անցում է Ալեքսանդր Նալբանդյանի, բայց այստեղ հրաշալի սահանկումով հեռացնում է գնդակը Հրաչ Ղազարյանը և խոտածածկին հայտնվում Տեսնում ենք դեռ խոտածածկին է United-ի ֆուտբոլիստը չի կարողանալու շարունակել հանդիպումը փոփոխություն է լինելու Manchester United-ի կազմում Եվ խաղը շարունակվելու է Չելսիի մոտ է գնդակը Չստացվեց Պապիկյանի փոխանցումը Հրաշալի անցում տեսանք Աղաջանյանից,
բայց Գրիգորյանն է հիմա նրա դեմ պայքարում լավ պաշտպանվում անկյունային է լինելու Չելսիի դարպասին վերջին րոպեներն են մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ մի քանի րոպե կարծում եմ կավելացնի խաղի մրցավարը Արկեցին այստեղ գնդակը Պետրոսյան փոխանցում Տուգանային հրապարակ դրա փոխանցումը հասցեատեր չունեցավ եւ լինելու է արված Էրիկ Պողոսյանի դարպասից Երկար փոխանցում Պապիկյանը ասավ գնդակին եւ հարվածը չստացվեց Ժիրայր Պապիկյանի լավ հնարավորություն էր ստացել տեսնում ենք Չելսին Նորից անցել է գրոյի Չելսին չստացվեց Ասատրյանի փոխանցումը այստեղ նշեմ որ մեկ հոգի պակաս են այս պահին խաղադաշտում Չելսիի ֆուտբոլիստները կարմիր քարտ է ստացել Գրիշա Գրիգորյանը Այլ այստեղ ձախ եզրով շարժվում էր առաջ Արսեն Ասատյանը կարողացավ եզրային նետում վաստակել հիմա էլ Տուգանային հարված է վաստակում Չելսին կոպիտ գործեց այստեղ Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստը եւ դեղին քարտ է ստանում ի վերջո Արշակ Սարգսյանը Վտանգավոր դիրքում հիմա ստանդարտ է վաստակել Չելսին, տեսնենք Նալբանդյանն է գնդակի մոտ Մի փոքր երկար են պատրաստվում ֆուտբոլիստերը, բայց արդեն սուլի չկա, տեսնենք Ալեքսանդր Նալբանդյան Հարվածը ուղիղ պատին դիպչեց եւ անկյունային ի վերջո վաստակեց Չելսին այս իրավիճակում Նորից վտանգավոր է լինելու Մանչեսթեր Յունայթեդի կիսադաշտում Ալբանդյան փոխանցում հեռացված է գնդակը Բայց նորից մնալու է գնդակը Չելսին Հալեցին հիմա գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստները շարժվում է առաջ հիմա Պողոսյանը ուղղակի հեռացնում է գնդակը հասցրեց դարպասապահ Չելսի հեռացնել գնդակը լարված վերջաբանը հիմա սպասվում է սիրելի ֆուտբոլասերներ հիմա էլ փորձում էին անցնել գրո Յունայթեդի տղաները շարժվում է առաջ հիմա էլ Չելսին շտապեց մի փոքր այստեղ Ասատրյանը Հալեցին նրանից գնդակը նրա փոխանցումը չստացվեց տեսնենք հարված Սարգսյանի հարվածն է փակում հիմա էլ Կարո Գրիգորյանը եւ Եզնային նետում է ի վերջո կորզում այս դրվագում Մանչեսթեր Յունայթեդը Հարկեցին այստեղ գնդակը Սարգսյան կարող է հարվածել հարված վտանգավոր էր բայց շեղը ընթացավ այստեղ Արշակ Սարգսյանի հարվածը Մնատել է վազի դեմը, Սուրո, մնատել վազի դեմը Երկար փոխանցում Պողոսյանի կողմից Եվ նորից ստանդարտ է վաստակում Վտանգավոր դիրքում Չելսին վերջին գրողներից մեկն է լինելու Այս խաղում Նշեմ, որ 6-3 հաշվով ավարտվեց Mainz Real Madrid հանդիպումը եւ կարողացավ ի վերջո քառորդ նեոցում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել Mainz-ը եւ մրցելու է Palermo-ի հետ Հիմա տեսնենք այստեղ ինչպես կավարտվի այս հանդիպումը վտանգավոր է լինելու նորից Նալբանդյանն է գնդակի մոտ
Եվ հարված Ասատյանը հարված կատարեց ի վերջո, բայց պատին դիպչեց գնդակը, նորից հեռացված է գնդակը։ Փոփոխություն հիմա տեսնում եք Չելսիի կազմում։ Վերջին գրոններից է լինելու Չելսին է գնդակով, հիմա հիանալ է անցում Նալբանդյանից կենտրոնում է հարված և փրկում է իր թիմին Արսենյանը վտանգավոր էր, կարող էր այս խաղի հերոսը լինել Ալեքսանդր Նալբանդյանը, բայց փրկեց իր թիմին Արսենյանը և անկյունային է վաստակել Չելսին, նորից ստանդարտ Յունայթեդի դարպասին, Փոխանցում Տուգանային հրապարակ և Պետրոսյանն է հեռացնում գնդակը և վերցրելի ֆուտբոլասերներ հիմնական ժամանակը ավարտվեց մեզ մոտ 2-2 հաշվով 11 մետրանոցներ են իրացնելու թիմերը տեսնենք հետաքրքիր հանդիպում ստացվեց, բայց տեսնենք ի վերջո 11 մետրանոցներում ով հաղթանակի կհասնի այս խաղում մի փոքր հիմա անցմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Հիմա տեսնում ենք մեկնարկել է 11 մետրանոց հարվածաշարը սիրելի ֆուտբոլասերներ գնդակի մոտ է Ալեքսանդր Նալբանդյանը հարված և հիմա վրիպում է Ալեքսանդր Նալբանդյանը և լավ հնարավորություն է հենց մեկնարկում ստանում Մանչեսթեր Յունայթեդը շեղ է հարվածում Ալեքսանդր Նալբանդյանը Հրաչ Ղազարյանն է վերցրել գնդակը Առաջին հարվածն է կատարում իր թիմի 11 հարվածաշարում հիմա սուլի չկա Հրաչ Ղազարյան հարված և հրաշալի գոլ է հեղինակ դարձավ Հրաչ Ղազարյանը հիմա տեսնում ենք երկրորդ հարվածը կատարելու է Էրիկ Հարությունյանը սուլի չկա հարված և գոլ է հեղինակ է դառնում Էրիկ Հարությունյանը 1-1 Երկրորդ հարվածին է մոտեցել Արսեն Բաբախանյանը, տեսնենք Պողոսյան Բաբախանյան մրցակցությունը ինչպես կավարտի և ի վերջո դառնում է գոլ հեղինակ այս դրվագում Արսեն Բաբախանյանը Երրորդ հարվածը Չելսիից կատարում է Գյորգի Իսրայելյանը հիմա շատ կարևոր պահ է լինելու հարված և հրաշալի գոլ հեղինակ է դառնում Գյորգի Իսրայելյանը 2-2 այս պահին, բայց հիմա հնարավորություն ունի հաշվի մեջ անցնելու Յունայթեդը հիմա գնդակի մոտ է Արշակ Սարգսյանը, տեսնենք Արշակ Սարգսյանն ընդդեմ Էրիկ Պողոսյանի սուլի չկա Պողոսյան հարված և փրկում է իր թիմին հիմա Էրիկ Պողոսյանը գեղեցիկ սևով Մեկական տեսանք սխալ կատարեցին թիմերը նորից հավասար է և չորորդ արդեն թիմերից չորորդ ֆուտբոլիստների պայքարն է արված և գոլ Ասատյանն է հիմա գոլ հեղինակ դառնում 3-2 արդեն 3-2 այս պահին 11 մետրանոց հարվածաշարներում հիմա էլ Վիլիկ Հարյանն է գնդակի մոտ Թեժ պայքար է ընթանում տեսնում ենք սիրելի ֆուտբոլասերներ Հարյանն ընդդեմ Պողոսյանի հարված և փրկում է իր թիմի նորից Էրիկ Պողոսյանը հրաշալի սեյվ հեղինակ դարձավ Չելսիի դարպասապահ և հիմա լավ հնարավորություն ունի Ասատրյանը գոլ հեղինակ դառնալ և անցնել կիսաեզրափակիչ փուլ Արմեն Ասատրյանն է գնդակի մոտ շատ լարված հիմա վերջաբան է լինելու սուլի չկա Ասատրյան հարված և գոլ կիսաեզրափակչում է հիմա Չելսին խաղն ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ 11 մետրանոց հարվածաշարում հաղթանակ է տանում ի վերջո Չելսին 4-2 հաշվով այս խաղի համար պատրաստել ենք այսքանը բարի գիշեր և ամենայն բարիք